Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը մեզ սրտիկներ է ուղարկում, անհոգ թմբուկ է նվագում ու պարում իր հպատակների հետ, մեր եղբայրները Բաքվի բանտերում են դիմավորելու արդեն 5-րդ ամանորը։ Կես միլիոն թոշակառուներն էլ արդեն 34-րդ ամանորին կգնեն 3 հատ նարինջ ու մի քանի կոնֆետ, իսկ հետո կհաշվեն 40,000 դրամի թոշակից մնացած կոպեկները, որ դրանով էլ դեղ գնեն։ Դե իսկ ազգային ժողովի կնոպկա սեղմողներն էլ իրենց գրպանը կդնեն թոշակառուի 6 տարվա թոշակն ու կշարունակեն իրենց զվարճանքը։ Իսկ գրեթե ամեն երկրորդը 40,2%-ը 64,000 դրամից պակաս եկամուտով չգիտեն տոները նշեն, թե երեխաներին կոշիկներ գնեն։ Ու սա նոր չէ, արդեն 34 տարի հայ ժողովրդի շալակը բարձրացած ներկա ու նախկին թագավորներն ու իրենց համհարզները վայելում են իրենց խրախճանքը Ժան տախտի ժամանակ ու հերթ են կանգնել, թե որ մեկն է այս անգամ զավթելու բաղձալի գահն ու ինքն իր թայֆայով բարձրանա ժողովրդի շալակը։ Իսկ մեզ լուր մեծամասնությանս այլ բան չի մնում ասելու աթոռի գերիներին, քան դեմ ենք ձեր աթոռամոլ էությանը, դեմ ենք ձեր արատավոր բարքերին, դեմ ենք ձեր կոռումպացված համակարգին ու խաղի կանոններին, դեմ ենք բոլորիդ, ներկա ու նախկին, հին, նոր ու գալիք թագավորներին, դեմ ենք բոլորին։ Սիրելի ընկեր, խոստանում եմ 2026 թվականին մնալ քեզ հետ նույնքան անմիջական, ազնիվ ու արդար ու չկորցնել պարզ ճակատով քո աչքերի մեջ ուղիղ նայելու պատիվը ու չդառնալ հերթականնով քեզ հուսախաբ կանի։ Շնորհավորում եմ քո ամանորն ու սուրբ ծնունդը, թող այս նոր տարին քեզ բերի երջանկություն ու սեր, թող Աստված պահապան լինի քեզ ու քո ընտանիքին։ 26-ը թերևս շատ թեժ է լինելու։ Ու մերօրյա թագավորին իր համհարզներով ու իր մոտ ընդդիմություն աշխատող կնոպկա սեղմողներով ինձ այլ բան չի մնում հաղորդել, քան կհանդիպենք արդեն հենց այս տարի։